եղբայրն է, որ ննջեց մի քանի տարի առաջ գնացքի գտարից։ Արթուրը պետիկի պտուղներից է, հետաքրքիր է, ինքը պատճառ դարձավ իր մահվան օրը, մի անգամից 3 հոգի ապաշխարեցին։ Մի պտուղ Արթուրն է, մի պտուղ Աշոտյանը, մի պտուղ Արթուրի եղբայրը, Էդիկնայի ընտանիքի հետ, մի անգամից քանի հոգի ապաշխարեցին։ Այս մարդը շատ կարճ ժամանակ ապրեց, բայց լավ պտուղ թողեց։ Սա մեզ համար կզնա որպես մի բարգան լինի, մենք չգիտենք մենք ինչքան կապրենք, մենք չգիտենք ստեղ դուրս կգանք ինչ կլինի մեր հետ, բայց ինչ ենք թողում։ Ես վստահ եմ, որ ինքը հիմա վերևից նա իմ հետևից Տեր ասես հասել մի նպատակին, ես ինչ ուրախություն եմ։ Ով է մտածում մեկը, որ աշխերից լքված, մարդկանցից արհամարված, հանկարծ մեկ օր կկանգնի, ոչ թե գողական աշխարհը կվկայի, կանգնի ինքը գչի մասին կվկայի։ Որդնյալ լինի նրա անունը, նա մի Աստված է, որ կարող է հրեշին հրեշտակ դարձնել։ Նա մի Աստված է, որ կարող է այսօր իմ և քո կյանքը փոխել։ Ես այսօր ուզում եմ վկայեմ, ներկայացնեմ Արթուրի, որ Պետիկի եղբայրն է։ Արթուրը կյանքի խոզ եկեղեցու, արդեն բանտերի ծառայության պատասխանատվությունը չէ, Արթուր ջան, քեզ համար։ Բանտերի ծառայության մեջ է, եւ Աստված այսօր զրահոր կերպով, գերբնական կերպով մարդուն օգտագործում է բանտերի մեջ։ Շատ շատերին պտուղ է տվել, երկար ժամանակ ինքը բանտում է նստել, թե Հայաստան, թե այստեղ, բայց Աստված հետաքրքիր է։ Երբեք մարդու հանում է, պատրաստում է եւ նորից ուղարկում է դե հիմա գնա հիմա ժամանակն է պտուղը կտաս։ Եկեք ողջունենք այս մարդները, սիրով միկրոֆոն տրամադրում եմ նրան։ Վստահ որ այսօր Տերը ողջունի ձեզ, վայ, ես շատ սիրում եմ, լսել եմ ձեր մասին, շատ չեմ տեսել։ Տերը ողջունի ձեզ, շատ կարևոր մի հատ բան եմ ուզում ասեմ, որ սրտից դրեց Աստված, երբ որ եղբայրը ասեց, որ հույրեր ովքեր են առաջ անգամ հույր այստեղ, տա Աստված իրականացին կաղոթենք ձեր համար, որ դուք այլևս երբեք հույր չլինեք այս տան մեջ, լինեք անդամներ տան, Աստծո տան մեջ, որտեղ երբ որ դուք հույր եք լինում, ահա որ ամեն ինչ չի, որ ձեզ պատկանում է, բայց երբ որ անդամ եք լինում, ամենն է ձեզ պատկանում։ Աստված ուզում է, որ դուք անդամներ լինեք իր տան մեջ, Աստված օրհնի ձեզ, ես ձեզ շատ սիրում եմ, Տեր օրհնի։ Հալելույա։ Հալելույա, Տերը օրհնի, ես շատ սիրում եմ ձեզ, իրականից ես շատ անգամ եմ ուզում կրկնեմ սան, որովհետև դուք իմ կեսն եք, դուք մարմնի ինչ որ անդամ եք, որը շատ հեռու տեղ է գտնվում, բայց ինչ երկրներից միգուցե դուք հեռու եք գտնվում, բայց շատ մոտ եք դուք Քրիստոսին։ Քրիստոսով մենք մեկ ենք լինում, դրա համար ես իրականից եմ ասում, ես երբ որ առանց ձեզ եմ լինում, ես տկար եմ լինում, որտեղ ես անդամներից մեկն եմ։ Դրա համար տա Աստված, որ իրականից ոչ մեկդ հույր չլինեք, մեկդ մեկով լինեք եւ միացած լինեք, որտեղ մարմինը երբ որ առանձին է լինում, դա ահավոր է լինում։ Մեկը կասի ես հավատում եմ, մեկը կասի ես սիրում եմ Քրիստոսին, բայց Քրիստոսը մի բան ասեց, եթե ինձանում մնաս, ես էլ քեզանում մնամ, այն ժամանակ պտուղ կբերես։ Ես կարող եմ սիրեմ Քրիստոսին, բայց իմ տանը լինեմ, բայց ասում կտրված ճյուղը չորանում է։ Միացած եղեք որդատունքին, Տերը օրհնի ձեզ։ Ես կուզենամ մի երկու խոսքով վկայեմ իմ կյանքի մասից, իրականից, իհարկե ես մի քիչ կարճ կվկայեմ իմ մասին, Տիրոջ խոսքով կիսվեմ ձեր հետ, արդեն իսկ վկայություն կլինի իմ կյանքը ձեր համար։ Ես եղել եմ կույր, եղել եմ խաբված, եղել եմ, գիտեք ոնց, իրականից երբ որ կույր ես լինում, դու ամեն բան հասկանում ես նենց, ոնց որ խավար լինի, տեսնում ես նենց, ոնց որ խավար լինի, ասում էի Տիգրան եղբայրն ու Հովիկ եղբայրը եկան ինձ մոտ, ասի ոնց անեմ, ասի իմ դեմս ես պատ եմ տեսնում, ասի իմ դեմս խավար է, իմ դեմս սև ու սպիտակ անգույն է, ես բանտում էի ստեղ եւ այցելեցին ինձ փառքաստում Տիրոջ խոսքը իրականացավ իմ կյանքում փառքաստում եղբայրների համար, իրանք են եղել ինձ ավետարանողներից մեկը, որ բանտում այցելեցին Տիրոջ խոսքով փառքաստում, շնորհակալ ենք եղբայր։
Ինչն է կարևոր, երբ որ մենք կույր ենք լինում, մենք փնտրենք տեսողություն։ Ինչն է կարևոր, երբ որ մենք մահացած ենք լինում, խնդրենք կենդանություն։ Ինչն է կարևոր, երբ որ կույր ենք լինում, աղաղակենք Աստծուն։ Շատ կարևոր է մենք այսօր խոսելու ենք դրա մասին, բայց 98 թվականից ես հետ գնամ 98 թվականին սատանան վերցրեց իր ձեռքերի մեջ օգտագործելու։ Ես բանտ ընկա 98 թվականին Հայաստանում, երբ որ բանտում էի, ինձ 9 տարի ազատազրկեցին, հանցագործության պատճառով 9 տարի ազատազրկեցին, իմիջիայլոց ձեզ ասեմ սատանան այսօր էլ ուզում է ինձ ազատազրկի, բայց էլ չի կարողանում, որովհետև Տիրոջ ձեռքը ինձ վրա է, որովհետև երբ որ մենք Տիրոջ խոսքն ենք խոսում, ինքը ուզում է մեզ ազատազրկի, որ չխոսանք, բայց չի կարողանում, որովհետև հզոր պաշտպանություն եկել է երկնքից նրա ամեն մեկից վրա, նենց որ համարձակ խոսեք։ 98 թվականին ես բանտ ընկա ու ինչն էր հետաքրքիր 9 տարի, երբ որ ինձ ազատազրկեցին, ես մի հատ այս բանտի դրան վրա փոքրիկ սենց դուր կա, որտեղից կերակուրն են տալիս կալանավորներին, դատապարտյալներին։ Ես խոսում էի բանի հետ, հսկիչի հետ, խոսում էի ու հսկիչի, ասում եմ բանը, շփվում ենք իրար հետ խոսում ենք ու ասեց ժամը 6-ն է Արտուր, կներես, ասեց բանը, սմենս պետք է փոխեմ, հերթափոխել, ես գնամ էլի, արդեն ուշ է գնամ, ասել լավ, գնա, ու երբ որ ինքը գնաց, նենց միջած կար, որտեղից քո այս փոքրիկ բանից պատուանից երևում էր իր ոտքերը, ու երբ որ ես տեսա իր ոտքերը, ասի Տեր իմ Աստված, ոնց որ աչքերս գնան իր ոտերի հետևից, ասի Տեր իմ Աստված, կլինի մի ժամանակ ես էլ մտնեմ վեր ու սենց դուրս գամ, չմնանք ստե ամիսներով, տարիներով և այլն շարունակ, ասի Տեր իմ Աստված, կլինի ես էլ մի օր մտնեմ վեր ու դուրս գամ, չմնամ ստե, հետաքրքիր բան խնդրեցի Աստծուց, բայց անհասկանալով, ես չէի հասկանում, թե սա ինչ է, ես չէի հասկանում ինչ եմ խնդրում, ես գիտեի պետք է Կարմիր խաչի պրեզիդենտի հետ մոտիկ լինես կամ ինչ-որ մի կազմակերպության հետ մի օր մտնես, հելնես։ Ու խնդրում էի, տես թողում էի, միջայլոց բարի լուր ասեմ, ես բերթերում էլ եմ դա խնդրի Աստծուց։ Բերթերը պատրաստվում են դռները բացել Տիրոջ խոսքի համար ու ես պատրաստ եմ ծառայելու Տիրոջը։ Հալելույա։ Ու 98 թվականին դա խնդրելուց հետո 9 տարի տենց ազատազրկեցին, գնացի բանտ, օրորի զգում էի բան, սատանայի բանը, առաջնորդություն ու օրորի զգում էի չարը ոնց էր բարձրացնում ինձ, քույրեր եղբայրներ լավ իմացեք չարը բարձրացնում է, բայց ես մի հատ բան Տիրոջից ստացա, որ Աստված ասում էր, լսի, ես էլ եմ բարձրացնում, Սատանան էլ է բարձրացնում, բայց ի տարբերություն երկուսից բարձրացնելուց, ասում է, Սատանան ասում է, գցվեց իմ կողմից ցածրներում բնակվողը, նա տակից հրելով է բարձրացնում մարդկանց, որ հրի ու ինքը կանգնի բարձր տեղ, որ հրի գցի վնասվեք ու ինքը կանգնի այդ բարձր տեղերը, բայց իմացեք, ասեց, ես բարձրունքներում եմ բնակվում, ես խոնարհվում եմ, նոր եմ բարձրացնում, որ դուք ինձ հավասար կանգնեք։ Տերը օրհնի ձեզ, ու Աստված այսօր ամեն մեկիդ կոչ արել, որ ձեռքը տակ բարձրացնի իր կողքը կանգնացնի, Սատանան բարձրացնում էր հեղինակությունն էր, շատացնում բարձրացնում էր, բայց ես տեսնում էի կորուստ տեղ, այս բարձրության մեջ կա կորուստ, երբ որ չարն է բարձրացնում, իմացեք կա կորուստ, երբ որ չար գործերի մեջ դուք հաջողակ եք լինում, իմացեք չարը բարձրացնում է ու շուտով կորուստն է գալու, երբ որ դու ինչ որ գողության մեջ արդեն դարձել ես շատ մասնագիտորեն գողացող, իմացիր ով մարդ, դու շատ վտանգավոր ճանապարհի վրա ես, ժամանակն է քեզ գցելու։ Ես չեմ ասում, որ դուք միգուցե այստեղ գողացողներ կան, ես ասում եմ, որ դուք շատերին փոխանցեք, եթե կտեսնեք մարդիկ ինչ-ինչ բաների մեջ արդեն ձեռք են բերել հեղինակություն, իմացեք վտանգի ճանապարհներ, մի անգամից Քրիստոսի խաչով կանխեք նրանց ճանապարհները, կանխեք, որտեղ վտանգ կա դրա մեջ, բարձրացնում է, որ գցի նպատակ ունի նա, երբեք չի թողի դուք անգուն մնաս, կուզենա գցի, փառք Աստծուն, Տերը ընտրեց, այսօր ինչն էր հետաքրքիր, ես կանդրադառնամ այդ 98 թվականի երազանքներին, ինչն էր հետաքրքիր, ուրեմն երբ որ ես պատահական լրիվ այսօր արթնացել եմ ու ծնողիս հետ եմ խոսում, թե
ինչ կատարվեց, սկսեց մայրիկս պատմել, թե ես ոնց եմ ծնվել, ասեց ես քեզ չէի ուզում ունենայի, իրականից եմ ասում, Փառք Հիսուս Քրիստոսին, փառք Աստծուն, իրականից այս խոսքերը նենց է իրականում ամեն մեկից կյանքերում, ուղղակի Դավիթ թագավորն էլ լավ ասում, ասում էր Տեր իմ Աստված, բաց հոգուս աչքերը տեսնեմ քո հրաշքները, բաց մեր աչքերը տեսնենք քո հրաշքները, այնքան հրաշքներ արել, ուղղակի խնդրենք մեր գոնությունը բացվի, որպեսզի տեսնենք ինչ արել ու ինչ անում ու ինչ պետք է անի ու մենք ինչ պետք է անենք իրականից, ասում եմ ես քեզ չէի ուզում ունենայի, ասում եմ խի, ասում եմ, երբ որ դու քանի ամսական էիր արդեն, կռիվ էր էթում, որ բանը հարեստական վիժում լիներ, որ քեզի չունենայինք, ու հետո չեն գալիս մի հայտարարի ծնողներս, հետո գալիս անենց մի պահ, մայրիկս վերցնում է գնում է այդ ժամանակ, ուսենալով, որ ես վերանամ, ոչ թե ինչ-որ դա ուղղակի չծնվե երեխա, հələ որ ժամանակը չի եւ այլն, գնում է գլանները հանելու, ասում եմ գոնե այդ միջոցով քեզի վնասեի, որ դու չծնվեիր, մի հայտարարության չէին գալիս, շատերի մոտ եղել է այդ բանը, արհեստական վիժեցումներ եղել է, շատ կանանց մոտ, եթե կանայք այսօր նստած տունը խնդրում են, ասում են վայ մենք անմեղ ենք, ոչինչ չենք արել, միգուցե իր կյանքի մեջ արհեստական վիժում եղել է, դա հավասար է սպանության, դա հավասար է այն բանին, որ Աստծո աչքին հաճելի չի։ Իրականից տեսեք Աստված ոնց ասում է, ես մորդ որովայնից հետ քեզ ընտրեցի ու քեզ պահեցի, քեզ ընտրեցի ու քեզ պահեցի։ Տեսեք, ես չեմ ասում նրա համար, որ մայրս ինչքան դաժան է, մայրս շատ լավն է, ես սիրում եմ իրան իրականից։ Ուղղակի այդ իրավիճակները ինչ եմ ուզում ասեմ, որ սատանան կուզենա ամեն բան անի, նույնիսկ մորդ որովայնի, նույնիսկ ձեր որովայնի պտուղները վնասի, որովհետև արդեն իսկ Աստված ծրագիր ունի քո որովայնի պտուղի հետ, արդեն իսկ սատանան խառնվել է իրար, որովհետև սատանան չի խփի նենց մի բանի, որ քեզ տված չի։ Սատանան գալիս է քեզանից գողանալու այն, ինչը որ արդեն իսկ երկնքից քեզ տրված է։ Ամեն, հալելույա։ Մի խոսքով շատ հրաշքով ծնվում եմ, գալիս եմ, 40 օրեկան չեմ լինում, թոքաբորբ եմ գտնում։ 40 օրեկան, փոքր երեխա, ու շատ ուժեղ թոքաբորբ եմ ես տանում։ Ու ինձ ասում է տանում են Երևանի, ոչ մի հիվանդանոց չեր ընդունում, ասում էր չէ, տարեք տուն, ասում է դե արդեն մահանալու վրա է, մենք վերցնենք ինչ անենք։ Հետաքրքիր որն է, դուս տանում են հետո գյուղ Երևանից, գյուղում դեռ գյուղի բաներում հիվանդանոցներում էլ չեն ընդունում, տունը արդեն բանը քաշում են կրավատի վրա, այդ մառլան, ասում են լավ թողեք դենանք, ապրի, չի ապրի, կմեռնի, դե չանենք։ Ու ոնց որ իմ պապիկս, մաման չեն համաձայնում, սկսում են բան անել ու մի ուրիշ հիվանդանոց, տանում են հիվանդանոցում ինչ ալեմ, ես երբևիցե վկայությունների մեջ սա չեմ պատմի, ես այսօր եմ իմացել սա, ուղղակի ես իմացա ու տեսա Տերը ինձ զորավոր ձևի է պահել իր ծառային, ու ամեն մեկիդ ինչքան զորավոր ձևի է պահել, ծնել, բերել է լույս աշխարհ, ու ափսոս փախել եք իր ձեռքերի մեջից սատանային եք ծառայել ինչ ժամանակներ, փառք ես Տեր ջան, ու մի խոսքով տանում են հիվանդանոց, այդտեղ նոր մի հատ բժիշկ կա, եկած լինում այդ հիվանդանոցում աշխատելու քաղաքից ու նոր բժիշկ առաջի անգամ այդ օրը ու վերցնում են ինձ բժշկում են չգիտեմ ինչ ես կենթանանում եմ, հետ եմ գալիս մի խոսքով փառք Աստծուն, նայեք Տիրոջ գործեր ինչքան զորավոր ձևի, սատանան կանգնել է, որտեղ սատանան գիտեր ծնվում է մեկը, որը պիտի ջախջախի օծի գլուխը։ Հասկանում եք ամեն մեկը յուրովի ձևի ծնվել է, որ ջախջախի օծի գլուխը։ Աստված տվել է այդ իշխանությունը մեզի, մենք կվերցնենք ու գործի կդնենք։ Հալելույա, փառք Աստծուն։ Մի խոսքով տեսնում եք հրաշալի Աստված ջան, ոնց ես նույնիսկ դու մեր ծնողների ներսում արդեն իսկ ձեռքը դնում ու պահում ես, որ ոչ մի բան չլինի։ 98 թվականից հետո ես գնացի, արդեն գնացինք գաղութ, այնտեղ այդ հանցագործ կյանքի մեջ արդեն ոնց որ ես sense կլինի այդ հանցագործ կյանքի օրենքներին ծանոթացա, հանցագործ կյանքի օրենքները սիրեցի, ես ասեցի սա սուրբ կյանք է, եթե ճիշտ գործադրես այս ամեն ինչը, այսինքն ես միտեղ այդ ճշմարտություն փնտրում, որը երբեք չկար, ցեխի մեջ սպիտակ գույն չեն կարող գտնել,
Սևի մեջ սպիտակույն չեն կարող գտնել, բայց ինչ նախնդիրը, որ մենք ամեն մեկս ուզում ենք, որ ճշմարտություն լինի, արդարություն լինի, սեր լինի, խաբկանք չլինի ու ձանձրանում ենք, միգուցե ասում ենք, ես ինչ երկիր ասա խապում, այս իսույթ ախոսում սրա տակն են փորում, գիտեք ինչ, սխալ տեղ եք ճշմարտություն փնտրում, աշխարհում դրանք կան, մենք ինչի համար ենք կանչված, որ կանգնեցնենք այդ ամենը, ու կկանգնեցնենք Հիսուսի անունով, փառք ես Տեր ջան, եկավ տենց գնաց տարիներ 2001 թվին այդտեղ բարձրացա ես այնտեղ այդ ամբողջ գաղութը Հովսեփի բանով կարդացել պատմությունը ամբողջ գաղութը վստահեցին ինձ որ ես պետք է հանցագործ աշխարհում ես պետք է այդ գաղութի ամեն հարցերով ես պետք է զբաղվեի ու գիտեք ոնց է դա մի հեղինակություն էր որ բոլորը պետք է հանազանվեին ինձ ու ես չգիտեմ ում պետք է հանազանվեի ես էլ սատանային Բայց ես չեմ հասկացել դա, իրականում ես չեմ հասկացել դա։ Ու ինչն էր հետաքրքիր, երբ որ այդ հեղինակությունը տրվեց ինձ, ես իշխում էի արդեն այդ ամեն պարագաներում ես էի իշխում, ես մի բան էի հասկանում, ասում էի Աստված ոնց է ինձ բարձրացնում։ Գիտեք այն ժամանակ խաբկանքը որն էր, ես գիտեի Աստված է ինձ բարձրացնում։ Աստված ինձ չէր բարձրացնում, Աստված ինձ ուղղակի պահում էր, որ չկործանվեի։ Հալելույա, փառք քեզ Տեր ջան։ Փառք ես Տեր ջան, Հիսուս ջան, շնորհակալ ենք։ Հալելույա։ Ուրեմն 2001 թվականին այդտեղից ազատվեցի, ու մի ամիս չտևեց ես Հոլանդիա եկա իմ թանկ եղբայրը, որ ասում եմ, ինքն շատ ուժեղ սպասում էր, դիմավորեց իմ ծնողները, եղբայրս, մի խոսքով սկսեցի ստեղել էլի, նույն կյանքով ապրել, նույն իշխանին հնազանդվել, որը որ անտեղ բանտում էր, ու այդ նույն ծրագրերի մեջ լինեի, ես մարդկանց կյանքեր էի փչացնում, ես մարդկանց տանում էի սխալ ճանապարհ, ես սատանայի գործն էի անում, ես երկրի վրա սատանայի գործն էի անում, Փառք Հիսուսին Քրիստոս, Փառք Հիսուս Քրիստոսին, որ այսօր Տիրոջ գործն ենք անում, փառք ես Տեր ջան։ Ու ստեղ էլ երբ որ ես բանտ նստեցի, էլի ինչ մեղքի պատճառով սկսեցի մտածել ու աղոթել, ասում եմ Աստված ջան, ստուգան ազատվենք, всё, էլ չենք անի, դե բոլորիս մոտ էլ չենք անի, всё, արդեն խելոքանանք իմաստուն ձևի ապրենք, բան, իհարկե չկարողացա, որովհետև գերության մեջ է, գերություն կար իմ կյանքում։ Հետո ստեից ազատվելուց հետո սկսեց արդեն եղբայրս բանը Քրիստոսից խոսած։ Սկսեց Քրիստոսից ապրել, Քրիստոսին ընդունի, ինքը մեր համար խաչվե, ինքը մեր համար մահացե, ասում էի լավ է, էլի ապել, ասում էի դու սիրում ես, լավ ես անում, ես էլ եմ սիրում, բայց այն կասետները, որ դնում էր բաները, DVD-եր գնում, կասետեր գնում են, քարոզները ցույց տալու, ասում էի լավ, վերջացրավ, всё, լավ է, ես սիրում եմ, ընդունում եմ, դու քեզ իր համար, բայց մի բան էի հրճակում ախորս կյանքին, ասում էի շատ չխորանաց, ասում էի շատ վտանգավոր բառ է, երբ որ մարդիկ օգտագործում են շատ չխորանաց, որտեղ սատանան ինքը լավ գիտի, որ մարդիկ խորանում են Աստծու մեջ, ինչքան ապասնի են դառնում իր համար։ Սատանան ինքը լավ գիտի, որ Աստծու մարդկանց հիմքերը, երբ որ ամրանում է, խորանում Աստծու մեջ, ինչքան վտանգավոր է դառնում իր չար ծրագրերի համար։ Դա սատանայի ծրագիրն էր, որ ես հրճակում էի աղբորս կյանքում, ասում էի շատ մի խորացի։ Իհարկե ում ծառայում ենք նրանն էլ հրճակում ենք ու փառք Աստծուն, փառք ես Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզանից Տեր ջան։ Ու եկավ մի ժամանակ սկսեցին այդ սերմերը պտուղ տալ ու այդ սերմերը գիտեք երբ պտուղ տվեց իմ կյանքում, երբ որ ես նորից հայտնվեցի բանտում։ Այն ինչ որ աղբերը սերմացրել էր իմ կյանքում, հարցրեց մեն տնեցիկ սերմացրել էին իմ կյանքում, իրան գիտես ինչ շատ կարևոր բան է Ես ձեզ կասեմ, որ երբեք չհանձնվեք չփրկվածների համար, երբեք չհանձնվեք, ասեք սա մարդ չի դառնա, երբեք ու երբեք չասեք սա մարդ չի դառնա, երբեք չասեք սա խուժանա, խուլիգանա մարդ չի դառնա, երբեք չասեք սրան այնքան են քարոզել չի լսել, երբեք չասեք դա սատանայի սուտն է, չհանձնվեք, որովհետև կար մեկը, որ չէր հանձնվում, որ այսօր ես ստեղ կանգնեցի։ Կար մեկը, որ ինքը ասում էր ինձ չի հետաքրում, դու կընդունես, թե չես ընդունի Քրիստոսին, ու ինձ չես կարող կանգնեցնես քո համար աղոթելուց։ Ես չեմ տեսել իր աղոթքները, իմ հարցը տեսել իր աղոթքները ծնկաչով ոնց էր աղոթում։ Ինքը չէր համաձայնվում, որ կար մեկը իր տնից, որ չպետք է փրկվեր։
ինքը ասում էր չէ, ես գիտեմ որ դու պետքա փրկվես ու ծառայես Տիրոջը, ինձ որ եկեղեցու քույրիկներից մի օր մեկ հանդիպեց, ասեց դու քարոզիչ ես դառնալու, ասի ես արդեն քարոզիչ եմ, բայց ես սատանայի քարոզիչն էի։ Սատանայի քարոզիչն էի, որովհետև օրերից մի օր մի հատ հավատացյալ ինձ հարցրեց, արդեն ապաշխարել էի, հարցրեց, ասեց ի՞նչ է նշանակում զոն նայող։ Ես զոն եմ նայել, ասեցի դա սատանայի քարոզիչն է, ու ինձանից չասեցի, ես երկրքից ստացա դա սատանայի քարոզիչն է։ Ինչպես թե սատանայի քարոզիչ, ես բացատրեցի, ասի քարոզել եմ գողություն, քարոզել եմ սպանություն, քարոզել եմ թալանել, քարոզել եմ խաղացեք, փողեր բերեք եւ այլն սարսափելի մի բան, երբ որ դու խոնարհվում ես դևին, նմանվում ես դևին։ Լավ իմացեք, երբ որ խոնարհվում ես դևին, նմանվում ես դևին, ինչքան սարսափելի է դևը, այնքան դարձնում է քեզ սարսափելի։ Գիտեք, բայց ինչն է հետաքրքիր, որ մենք շատ անգամ նայում ենք մարդուն, սկսում ենք ատել։ Մենք չունենք իմաստություն եւ գիտություն աստվածային, որ նայենք ու ատենք նրա մեջի մեղքը, որը գրավել է տվյալ մարդուն։ Դրա համար մենք այսօր կանչված ենք տեսնենք մարդկանց մեջի մեղքը եւ աղոթենք այդ մեղքի համար, ոչ թե ատենք մեղավորին, ատենք մեղքը, որ մարդուն կերել է, ատենք սատանային, որ իշխել է այդ մարդուն ու ազատ կարձակվի։ Փառք Հիսուսին, դա անելու եք ու անում ենք, այնպես զորավոր ձևի ազատագրումներ է լինում։ 2003-4 թվականներ արդեն 4-ի վերջերներ 5-ը սկսեց, ես նորից դե հայտնվեցի բանդում ու եղբայրը զանգում էր, ասում էր ապեր աղոթում ես բան, ես ասում էի հա աղոթում եմ, բայց ուզում են ու Երևան ուղարկել, չեն ուղարկի բան դու աղոթի ու ինչն էր հետաքրքիր մայից 2 օր առաջ ինձ ասեց ես ոչ մի բան չգիտեմ, ասում դու ասում քամիներ փոթորիկներ կլինեն, բայց դու կանգուն ես մնալու։ Ասում ինչ կանգուն, ինչ քամի, ինչ փոթորիկ, աղբեջան ուղարկում են ինձ Հայաստան, ասես դու աղոթի ու քամիներ փոթորիկներ են լինելու, դու կանգուն ես մնալու։ Ես չէի հասկանում ինչ էր ասում, բայց փառք Աստծուն։ Ու դրանից հետո սկսեց քամիներն ու փոթորիկները 2005 թվականի օգոստոսի 11-ին ինձ ուղարկեցին Հայաստան նույն օրին, նույն ժամերին համարյա աղբերս ընկավ գնացքի տակ ստեղ։ Ինքը պատահական ուղղակի ստացվել էր այդ դեպքը, ինքը գնաց երկինք, այսօր հասկանում եմ, որ օգոստոսի 11-ից սկսեց քամիներն ու փոթորիկները իմ կյանքում։ Գիտեք, եղբայրս գնաց, մայրս վատացավ, շատ ուժեղ հիվանդություններ տարավ, ստրես խանգարվեց, մի խոսքով ես իմ ընտանեկան պրոբլեմները խառնվեցի սաղ իրարու, դրանք սաղ քամիներն ու փոթորիկներն էին որ եկան, բայց փառք Քրիստոսին կանգուն մնացի, կանգնեցի խոսքի մեջ, ես այսօր կանգուն եմ իր ժայռի վրա, գիտեք քամիներ փոթորիկները դրանք կանգալու են, բայց կարևորը նա է որտեղ ես կանգնած, որտեղ ես կանգնած, որ ժայռի վրա ես կանգնած, Քրիստոսի ժայռի վրա ես կանգնած, թե ինչ-որ անդուններում, որը ժայռ է նկարած, որը ժայռ է գրված, որը ժայռ է խաբված, մենք խաբկանքներ չենք ուզում, մենք խաբկանքների չենք հետևում, մենք հետևում ենք ճշմարիտ ժայռին, ճշմարիտ Քրիստոսին ու հենց իրան ճշմարտությանը, հալելույա, փառք քեզ Տեր ջան։ Ու ես սկսեցի ինեղ եղբայրներ էլի զանգարել էին, Աստված մարդիկ էր խառնել իրար, որ իրա ծառային բերեն մի խոսքով։ Եկան ինձ ավետարանեցին, ասին քո եղբայրը Քրիստոսի մոտ է, ես արդեն սիրել էի Աստծուն, սկսել էի բանտում կարդալ աղոթել, սիրում էի արդեն Աստծուն, ասի հա, դե որ տենց այն եղբայրը Քրիստոսի մոտ է, ասի դե ես էլ եմ գալի այս ճանապարհով, որ այդամ իրան տեսնեմ։ Ասի եթե ես տեղ եմ, սենց չգամ, Տերը ինձ բացեց, շատ ռիալ, ասեց տեղ աղբեր, սրանից բացի ուրիշ որ ճանապարհով գնացի մոռացիր, որ իրան կտեսնես։ Ու իհարկե պատճառը դա եղավ, որ իմ եղբայրը Քրիստոսի մոտ էր, ես եկա Քրիստոսի ճանապարհով քայլելու, որ իրան տեսնեմ, բայց իհարկե հետո ինձ Աստված բացեց, որ ամենաառաջին իրան պետք է տեսնենք, դեռ իրան պետք է հանդիպենք ամենակարողին, ու այն մեկին, որ մեր համար խաչվեց։
2005 թվականն էր, ես ապաշխարեցի, տվեցի կյանքս Քրիստոսին, ու ինչն էր հետաքրքիր, երբ որ մենք համալիրում ծառայություններ էինք ունենում, ինձ եկան վկայեցին տղան ծառայության մի խոսքով, ես մտել եմ համալիր, որ աղոթում էին, ասում էին, ովքեր բանը, ասում էին, ովքեր ուզում են Հիսուսին ընդունել իրենց կյանքի մեջ, թող գան առաջ աղոթենք, առաջ անգամ ով եկեք, սաղ գնում էին, ես էլ էի գնում աղոթում էին, ապաշխարում էի, գալիս էի մի շաբաթ նորից, ասում էին, ովքեր են ուզում իրենց կյանքը Հիսուսին տալ, ով ուզում իր կյանքի մեջ Հիսուսը բնակվի, ես վազում էի առաջ նորից աղոթում էի, նորից մի շաբաթ տենց միշտ գալիս էին, մի օր հետս մի եղբայր է եղել, որ ես ծանոթ եմ եղել, ինձ տարել է եկեղեցի, այսինքն ծանոթ չէ, որ զանգեց, ասեց, կուզես գաս, ստեից էին տղաները զանգել, ասի հա, ու գնացինք, այդտեղ այն կողքս կանգնած էր, երրորդ, չորրորդ շաբաթը տենց որանում եմ, մի օր ասեց, ապեր, Արթուր ասեց, իդի առաջի անգամ եկողների համար է, կանչում են առաջ, որ աղոթեն, ասի չէ, ասի, հենը լսի, ասում են, ով է ուզում իր կյանքի Տերը լինի Քրիստոսը, թող առաջ, ես ամեն օր էի ուզում դա, ամեն օր էի, ես մենակ լսել էի, որ ով է ուզում Քրիստոս իր կյանքի Տերը դառնա, ես գնացել էի, ու գնում էի, ու ես ամեն օր եմ գնում, ամեն օր ենք գնում, ամեն օր ենք նորովի տրվում Քրիստոսին, որտև ինքը արժանի է, հրեշներից հրեշտակ, պատկերացնում եք ինչ բառ օգտագործեց եղբայրը, հրեշներից հրեշտակ, վաու, ես որ իմ անցյալը պատմեմ ինձ կատեք, բայց հենց իմ ապագան ու ներկան իմանաք, դուք ինձ կսիրեք, որտև Քրիստոսը փրկեց ինձ։ Հալելույա, փառք քեզ Տեր Հիսուս ջան, շատ ենք սիրում քեզ Տեր Հիսուս ջան։ Տերը օրհնի ձեզ մի խոսքով 2005 թվականներ հորվե եկավ, ես 2 ամիս էր Աստվածաշնչյան դպրոց էի սովորում, հորվե եկավ ինձ ասեց Արթուր պատրաստվի բանտ են գնում ծառայության, ասի բան, Սարման, ես 2 ամիս անում եմ ապաշխար, ես կրակով ես վարվում էի Քրիստոսի համար, ես ուտենում եմ, ասում եմ Քրիստոսը կենդանն է, շատ բան չգիտեի, ասում եմ Քրիստոսը կենդանն է, ստեի բանտում 6 ամիս մենակ աղոթել եմ, ասել եմ Տեր ջան, դեսի որ ճիշտ ճանապարհ է, ճշտություն է, խնդրում եմ ինձ դուր գիտություն, իմաստություն, որ սաղին համոզեմ, որ դու ես ճիշտը։ Ես ասում էի դու ինձ, ես 6 ամիս չոքերից վրա խնդրել եմ Տեր, դուրս կամ գողություն չանեմ, մեկ էլ Տեր տուր ինձ գիտություն, իմաստություն, որ բոլոր իմ ընկերներին ապացուցեմ, որ ես ճիշտ տեղ եմ գնում, որ սա է միակը, սա է ճիշտը, ու փառք Հիսուսին տվեց, 2 ամիս հետո ինձ մցրեց բանտ ապաշխարելուց հետո, միասին գնացել ենք, ասում եմ վկայի խոսա, մարդիկ տեսնում են ինձ, ճանաչում են, ես չգիտեմ հիմա ոնց են ընդունում այդ մարդիկ, բայց ես հիմա մտել եմ որպես Տիրոջ ծառա։ Ու ինչն էր հետաքրքիր, շատերը կասկածում էին դերվեին, միջալոց մարդկանց սրտերին կասկած կդնի, որ կասի, սա հավատացյալ չի, սա ուղղակի մտել է ինչ-որ մի բան իրան պետք է, բայց Քրիստոսը մտցրել էր ու իմ առաջից ինքն էր գնացել, սկսեցին ես կողմից գոռալ, Արթուր ճանաչում էին, արի մի հատ արի ես կողմ, ես դրանը մոտիկանանք են դրանը, ասի Տեր իմ Աստված, ես ինչ կատարվում, Աստված ասեց լսի Արթուր, այն ում որ նայեք, ովքեր էին ինձ գոռում, ովքեր որ ճանաչում էին, ովքեր էին ինձ գոռում ու որ քարոզել էի սատանայի խոսքը, ովքեր էին ինձ բղավում, որ տարել էի դեպի կորուստ։ Ասի Տեր իմ Աստված ինչ է կատարում, խոսային էլ ես չեմ կարող եմ, ասեց սրանք նրանք են, ում որ քարոզել է սատանայի խոսքը, հիմա մտցնում եմ նույն տեղերը, նույն մարդկանց պետք է քարոզես իմ ավետարանը։ Այն ում որ տարել է իր կործանման ասма, պետք է բերեց դեպի խաչ, դեպի փրկություն։ Ասի Տեր, ես հնազանդվում եմ, Տեր արա, ու մինչով օրս փառքես Տեր Հիսուս, ես ծառայում եմ բանտերի ծառայությանը Քրիստոս Հիսուսին։ Երբ որ ինչ հետաքրքիր մի հատ բան եղավ, դուրս էին գալիս Առավոտից մտել ենք ծառայում էինք հովվեր նայես արդեն ժամը 6-ն էր դուրս էին գալիս, մենք են դուրս եկանք հենց դարպասներից վերջին դռնից մենք դուրս եկանք Աստված հպվեց ինձ ու խոսած ասեց մի հատ շրջվի հետ նայի, ես լրի մոռացել էի, ոչ մի բան չէի հիշում, շոշոպի տակ շրջվեցի հետ նայեցի, բանտը իմ հետևում, ես բանտից դուրս ժամը 6-ն էր Բանտից դուրս գնացի, 98 թվին երազել էի, մտնեմ բանտ դուրս գամ,
2005 թիվներ Աստված իրականացրեց դա։ Ես չգիտեի ոնց էր իրականացնելու, բայց Տերը տեսել էր այդ օրը։ Տերը տեսել էր այդ օրը։ Տերը շատ օրեր ա տեսել ձեր կյանքերում, որ իրականացնելու է, հեզանդվեք, որ վերցնեք։ Իրականից ես ասի Տեր իմ Աստված, 98 թվից քանի տարի առաջ ես սա փափագել էի, աղոթել էի, խնդրել էի, բայց չէի խնդրել նրան